Հիսուս։ Շնորհակալ ենք այն խոստումը Տեր, որ դու մեզ տվեցիր, Տեր։ Հավիտենական կյանքի խոստում, ով որ այս հացը ուտի, իր մեջ կյանք ունի, Հիսուսն ասեց։ Սա նույն ով բառն է, որ ասում է ով որ հավատա։ Աստված ուղարկեց իր միածին որդին, որպեսզի ով որ հավատա, հավիտենական կյանք ունենա։ Սիրելիս, այսօր ես վստահ եմ, որ դու քո սրտի մեջ ընդունել ես Հիսուսին Տեր եւ անձնական փրկիչ։ Եվ երկրպագության ժամանակ դու այդ հնարավորությունը ունեիր, մոտեցար, տվեցիր քո քսերը, քո կյանքը, ամեն բան Հիսուսին, որովհետև ես Տիրոջից ընդունեցի այն, որ ձեզ էլ ավանդեցի, որ Տեր Հիսուսն այն գիշերը, որ մատնվում էր, հացը առավ եւ գոհանալուց հետո կտրեց եւ ասեց. «Առեք կերեք, այս է իմ մարմինը, որ ձեզ համար կոտրվում է, այս արեք իմ հիշատակի համար»։ Տեր, շնորհակալ եմ քո մարմնի համար։ Շնորհակալ եմ, որ քո մարմինը մտրակվեց, չարչարվեց մեր մեղքերի համար, մեր հիվանդությունների համար, բայց այդ մարմնից ծնվեց եկեղեցի մարմինը։ Այսօր, որ մենք Քրիստոսի մարմինն ենք, փառք ես Տեր Հիսուս քո մարմնի համար, քո մարմինը կատարյալ է Հիսուս, որովհետև դու արյուն ես թափել։ Հիսուսյան ունով ենք աղոթում, եկեք միասին ընդունենք հացը։ Եվ հիմա քո ձեռքերի մեջ այս հյութը բաժակով, որը որ խորհուրդն է Քրիստոսի արյան։ Սիրելիս, Քրիստոսի արյուն այդպիսի բան չկա, որ չկարողանա ծածկի, մաքրի, ների, զորություն տա քեզ, բարձրացնի քեզ։ Հայր, այս բաժակը Տեր Աստված, որ մենք պետք է ամպենք հիմա, ընդունենք, խմենք, ես հավատք եմ դավանում, որ մեր ամեն մի մարմնի բջիջների մեջ տարածվի Քրիստոսի արյունը, զորացրու Տեր, աղոթում ենք ամեն հիվանդությունների դիմաց, ամեն ախտերի դիմաց, ամեն հիվանդություններ, վախեր, դիպրեսիաներ, անհանգստություններ, ինչ տկարություններ որ կա, թե ֆիզիկապես, թե հոգեպես, ամեն բան Տերը զորացնում է, սիրելի եկեղեցի ու մաքրում է։ Հիսուսի անունով, հալելույա, այնպես էլ ընթրիքն ուտելուց հետո բաժակն առավ մեր Տեր Աստված Հիսուսը եւ ասաց. «Այս բաժակը նոր ուխտն է, իմ արյունով այս արեք, քանի անգամ որ խմեք, իմ հիշատակի համար, որովհետև քանի անգամ որ այս հացն ուտեք եւ այս բաժակը խմեք, Տիրոջ մահը պատմեք, մինչեւ որ նա գա»։ Փառքեր Հիսուսին։